Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք լուսնի միացումների մասին փետրվարի 9-ի համար։ Լուսինը ունի այդ օրը երկու միացում, մեկը լավ, մյուսը լարված, եւ ուզում եմ անպայման նշել, որ երբ որ կանխատեսումներ են լինում ընդհանրապես շաբաթական եւ ընդհանուր կանխատեսումներ, ապա վերցվում են հենց լուսնի միացումներից։ Այսինքն ամեն օր ինձպես չեն անում լուսնի միացումներ, այլ վերցնում են մեկ շաբաթվա կտրվածքով եւ խոսում են այդ մասին։ Ես ձեզ ներկայացնում եմ ամեն օր, որ դուք չմոռանաք, թե որը ինչ միացումներ կան։ Չնայած որ ես չեմ նայում մեկ այլ մոլորակների դիրքերը, միայն լուսինը, որովհետև ինքն է ավելի արագ շարժվում։ Եվ լուսինը շատ լավ միացում ունի այդ օրը, սկսվում է գիշերը 4-ից մինչև ժամը 10 առավոտյան։ Իսկ լարված միացումը դե արևի հետ է այդ լարված միացումը, սկսվում է ժամը 12:30 րոպեից մինչև շարունակվում է 20:30-ը։ Եվ երբ որ լավ միացումներ է ունենում, ապա մարդիկ շատ ուրախ կլինեն առավոտյան, հատկապես երբ որ գնաք աշխատանքի, նոր գաղափարներ ձեզ մոտ կառաջանան կամ կարող եք նաև խոսել, խորհրդակցել դիմացինի հետ, ձեր նոր գաղափարները քննարկել։ Գործերը շատ լավ կընթանան, լավ նորություններ կստանաք, շատ հեշտ կլինի աշխատանքը, շատ հեշտ կլինի մարդկանց հետ համագործակցելը, խորհրդակցելը, խոսելը, նաև համաձայնության գալ իրենց հետ։ Սա շատ հիանալի ժամանակ է բիզնեսի համար, գիտական աշխատանքի կրթության, ճանապարհորդությունների համար, հատկապես հեռավոր։ Մարդիկ դառնում են ավելի մտերիմ, ավելի արձագանքող, այդպես համակրանք են զգում մեկը մյուսի նկատմամբ եւ եթե օգնություն է պետք, ապա կարող են աջակցել ձեզ։ Ժամանակը բարենպաստ է այստեղ որպես շահույթ ստանալու համար, ձեռնարկման համար, ֆինանսական խնդիրների լուծման համար, բանակցությունների, խոշոր գործարքների համար, բոնուսի եւ նաեւ կարող են ձեզ առաջարկ անել։ Քաղաքական գործիչները այս ժամանակ կարող են օգտագործել իրենց օգտին, իրենց հասարակական ակտիվությունը բավականին զգալիորեն կաճի։ Կանանց հնարավոր է այստեղ ովքեր կանայք են եւ աշխատում են այնպեսի վայրում, որ հնարավոր է բարձրանալ, ապա կարող են ձեզ առաջ խաղացում ունենաք կամ նաեւ պաշտոնի բարձրացում։ Եթե կանայք են ձեր դիմացը եւ իրենք են բարձր պաշտոնում, ապա իրենց հետ կարող եք ավելի հանգիստ լեզու գտնել, ավելի լավ լեզու գտնել։ Օրկա չէ, որ մենք ասում ենք լավ է որ կանանց հետ ենք աշխատում, լավ է որ օրինակ տղամարդկանց հետ ենք աշխատում։ Այդ օրը կանայք ավելի լիրբ են դառնում կամ չգիտես, վայրենի։ Ամենայն դեպս հարաբերությունները լավ են, ընտանիքում խաղաղություն է տիրում, հանգստություն, փոխըմբռնում, երեխաների հետ կապված խնդիրներ չեն լինի, հանգիստ կգնան դպրոց։ Եվ հնարավոր են նաև հեռավոր ազգականներ կամ կապ հաստատան ձեզ հետ կամ հյուր գան։ Նվերների ժամանակ է, զվարճանքի, ուրախության, միգուցե առավոտյան շուտ ինչ-որ մեկից նվեր ստանաք, հատկապես եթե ձեր ծննդյան օրն է։ Եվ խորշակը բավականին բարձր կլինի առավոտյան իհարկե եւ անթեթ կուզենաք ուտել։ Այստեղ կարող է լյարդը տուժել, դա համար մի քիչ ուշադիր պետք է լինել։ Շատ պետք չէ ուտել, որտեղ խորշակը բարձր կլինի եւ մարդը կուզենա անընդհատ ուտել։ Եվ շատ լավ ժամանակ է առողջությունը բարելավելու համար սպորտի հետ կապված, ձիասպորտի հետ կապված։ Իսկ արդեն ժամը 12:30-ից մինչև 20:30 ընկած ժամանակահատվածում այստեղ կարող է ուղղակի լուսինը արևին է լարված միացում։ Դե ընդհանրապես դա տեղի ունենում, երբ լուսինը արդեն բավականին անցնում է, հա, եւ արևին այնտեղ լուսնի վերջին քառորդի ժամանակ է այսպես լինում։ Դե գիտենք, որ շուտով հեսա լինելու է արևի խավարումը, որն էլ հենց լինելու է նոր տարվա ժամանակը, այդ ժամանակ էլ պետք է տունը մաքուր պահել, այդ անցումը փետրվարի 17, 18, այդ օրը, այսինքն 16-ի օրվանից սկսված պետք է տունը իդեալական մաքուր լինի, որովհետև ձին չի սիրում, որ տունը կեղտոտ է լինում, եւ դե կարող եք նաեւ ինչ-որ չափով նշել, եթե ցանկանում եք, հա, պարտադիր չի ամանորի նման նշեք, բայց եթե ցանկանում եք, կարող եք նշել ձիու տոնը։ Ինչքան չլինի, եթե մենք չենք էլ հավատում, որ հա չինական եւ այլն, միևնույնն է, մենք նշում ենք, որ այդ օրը եղավ ձիու տարի։ Ինչու ենք նշում, եթե չենք հավատում, այնպես որ կարող եք թեթև
նաև նշել։ Այստեղ կարող է կին տղամարդ հարաբերությունները մի փոքր արդեն լարվել, որովհետև Լուսինը կին է, Արևը տղամարդ է, եւ իրանք երկուսով հակադրված է կարող է այստեղ մեկը մյուսին կպնեն անընդհատ, խնդիրներ ունենան այստեղ։ Նաև ոնց որ ով է ավելի ճիշտ, ում ասածն է ավելի ճիշտ, ով է ավելի այս պահին ղեկավարում տունը եւ այլն։ Նաև կարող է ուղղակի տրամադրության փոփոխություններ, մեկ լավ, մեկ վատ, այդպես կարող է նաև անտարբեր լինեք ինչ-որ մի հարցի հետ կապված, այդպես է, հա, իրանք իրար հակադիր են, որ պետք է մարդը ուրախ լինի, արևով, զվարճանա եւ այլն, Լուսինը խամրացնում է եւ դրա համար մարդու տրամադրությունը նույնն է լինում։ Դե անհանգիստ կարող է լինել ուղղակի, կարող է վեճեր առաջանա, անիմաստ ինչ-որ մի հատ փոքր մի բանից միանգամից մարդը բռնկվի եւ սկսի խոսել, անհանդուրժող լինի դիմացինի նկատմամբ, իր ասածի, իր խոսելու հետ կապված։ Ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, հատկապես սրտանոթային, ստամոքսային եւ նյարդահոգեբուժական հիվանդություններով տառապող մարդկանց իրենց համար մի փոքր կարող է սրվել։ Գլխացավեր լինեն, անորոշ ցավեր, որ չգիտեք, հա, ասեք ոնց որ մարմինս ցավում է։ Ոնց որ ֆիզիկական վիճակը մարդուն կանհանգստացնի, կարող է թույլ լինեք, հա, որտեղ արևը մեզ էներգիա է տալիս, իսկ Լուսինը իրեն արդեն լարված է պահում այդպես։ Մեկը մյուսին լարված են։ Եվ մեքենա վարելիս շատ ուշադիր եղեք, իհարկե, հանցագործությունների հետ կապված, խուլիգանության հետ կապված եւս, հա, որտեղ այդ վարքը աճում է, հատկապես տղամարդկանց մոտ, որտեղ իրենք ճնշված են այդպես։ Դե չի կարելի սկսել նոր բիզնես, ձեռնարկել կարևոր որից մի բան, կնքել գործարքներ, պայմանագրեր, բանակցությունների սեղանի շուրջ նստել, սկսել վերանորոգում, ճանապարհորդության գնալ, մասնակցել ինչ-որ զվարճանքներին, այդտեղ հատկապես կանայք կարող են ճնշել իրենց տղամարդկանց, եւ տղամարդիկ, եթե մի երկու բաժակ խմած լինեն, արդեն կողոքեվորվեն, հա, այստեղ թե դու ով ես, որ ինձ ճնշես եւ այլն այս մարդկանց մոտ նմանատիպ խոսակցություններ բավականին կլինեն, հա, մեկը մյուսի ոնց որ ինքնագնահատական, այն մեկը կուզենային իրան առաջ տանի, այն մյուսը կասի դու ով ես, հա, այդպես խոսակցություններ կարող են լինել։ Պետք չի չափիչատ ուտել, հատկապես գիշերը, շատ հեղուկներ մի չարաշահեք, սկսել բուժման կուրս բացարձակ չի թույլատրվում, եւ նաեւ անշարժ գույքի հետ կապված գործարքներ եւս չի թույլատրվում այդ ժամանակահատվածում։ Ունենք ընդհանրապես այս երկու միացումը, ուրիշ միացումներ չունենք։ Լինում է 22-րդ լուսնային օրը, կարծես թե միայն նայեք ժամը, կարծես ամբողջ օրն է։ Լուսնային օրը 22-րդ օրն է լինում։ Եվ Լուսինը դեռևս գտնվում է կարիճ նշանում, ես ասել եմ ինչա որ գույներն են պետք կարիճի համար, իհարկե կանաչի, եթե ուզում եք կանաչը կերեք, կանաչեղեն շատ կերեք, թող վիտամիններով հարուստ լինի, հատկապես ձմեռը շատ է հարկավոր մարդուն վիտամին։ Բոլոր երկրներում ձմռանը վիտամիններ են առանձին օգտագործում, որովհետև ձմռան այդքան վիտամիններ չկան։ Այդքան սնունդը նորմալ չէ եւ ընդհանրապես վիտամիններ չկան։ Այսքան այսօր սիրելիներս, ինչ որ հատուկ բաներ չկար, երկու միացում էր ընդհանրապես, դες մաղթում եմ հաճելի օր, ուշադիր եղեք ուղղակի, որպեսզի խնդիրների մեջ չհայտնվեք եւ ընդհանրապես լավ միացումների ժամանակ օգտագործեք այդ առիթը ինչ որ մի բան անելու համար։ Ձեր կյանքում լավ բան անելու համար, այն ինչ որ ուզում եք անեք։ Այսքանը ձեզ։ Լավ օր եմ մաղթում ձեզ։